Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայերը փախչող շներ են, ադրբեջանական արտադրության ԱԹՍ-ներն են այս անվանումը կրում։ Մասնագետները Ալիևյան ռեժիմի գործելավոճում նոր վտանգավոր դրսևորում են նկատում։ Ադրբեջանի զավթողական քաղաքականությունն իրականացվում է հանրության շրջանում սերմանող ատելության խոսքին զուգահեռ։ Այլ կերպ հող է նախապատրաստվում լայնածավալ ագրեսիայի համար, փորձելով դա աշխարհին հրամցնել իբրև ֆաշիզմի դեմ պայքար։ Դա պատերազմից հետո թափ ստացավ, անգամ Ալիևը ԱԹՍ-ների արտադրության ցուցահանդեսին զավեշտալի շփիտով եւ հիացմունքով էր հասնում այդ ԱԹՍ-ների կողքով, շեշտադրանք կար ԱԹՍ-ների անվան հետ կապված, ու դա շատ լայն տարածում ստացավ ադրբեջանական քաղաքական դաշտում, ինչ օրս կա, ադրբեջանական կողմը խոսում է հայերի առհասարակ պատմություն չունենալու մասին, հայերը այստեղ եկվոր ազգ են, առհասարակ պահանջատել լինելու իրավունք չունեն, հետեւաբար ԱԹՍ-ները դա մի մաս շատ փոքր մաս է կազմում, բայց իհարկե դա բավական լուրջ Ադրբեջանի համար, եթե իհարկե հայկական կողմը լուրջ քայլ ձեռնարկի։ Այլախոհության համար Ալիևը իր ժողովրդին ձերբակալում ու բռնաճնշումների է ենթարկում, փորձում լռեցնել հայրենիքի դավաճանի պիտակով։ Դրսում խոսելով խաղաղության մասին, ադրբեջանական իշխանությունները ներսում թիրախավորում են խաղաղության մասին բարձրաձայնողներին։ Ադրբեջանում պատերազմի դեմ հանդես եկողների թիրախավորման մասին մանրամասն հետազոտություն է հրապարակել Քեմբրիջի համալսարանի հրատարակչության բրիտանական միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիան։ Ադրբեջանում հայերը ներկայացվում են որպես ազգային թշնամի, Ալիևի ելույթներում սադրիչ ստախոսներ, վայրենիներ, շնագայլեր եւ հետապնդվող շներ։ Դպրոցական պատմության դասագրքերում էլ ներկայացվում են իբրև հավերժ թշնամիներ, ըստ էության այդ կերպ նոր սերնդի ներկայացուցիչների շրջանում հավերժացնելով միջէթնիկական ատելությունը։ Մինչ ադրբեջանական բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է պատերազմին, փոքրամասնությունը վիճարկում է Ադրբեջանի գործողությունների օրինականությունն ու հայերի հանդեպ սերմանվող ատելության թույլատրելիությունը։ Ի վերջո հայրենիքի դավաճաններ որակվածների հակապատերազմական կոչերն անտեսվում են ու մատնվում լռության։ Այսպես խոսքը կա, մենք փորձակիները շատ են դա հումորով ներկայացնում, ասելով, որ եթե ադրբեջանցի դիվանագիտես սուչես անցել քրեական գործով, երկու հոդվածով ինտերնետի պահպանման եւ տարածման, եւ երկրորդը ի օգուտ Հայաստանի հայտարարություն անելու հոդվածով, ուրեմն դու ադրբեջանցի իրական ընդդիմադիր չես, եւ բնականաբար Ադրբեջանում այսօր բոլոր խաղաղության կոչերը ուներում են նման հետապնդում։ Կարմիր կովն, ինչպես ասում են, կաշին չի փոխում, ձեռագիրը չի փոխում նաև Ալիևը, հնարավոր ու անհնար բոլոր տարբերակներով բորբոքելով հայերի հանդեպ ատելությունը։ Անջատողականներ, ահաբեկիչներ, որակումն էլ Հայաստանի նկատմամբ հնարավոր ռազմական ոտնձգությունները արդարացնելու համար են։ Մասնագետն ասում է, հայերին բնութագրող բառապաշարը Ալիևի ներքին սպառման զինանոցից են։ Միջազգային հանդիպումների ժամանակ նա խոսում է խաղաղասերի դիրքերից, խաղաղակիրթ աշխարհին մոլորեցնելու համար։ Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են 132 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ԱԹՍ-ները գրոհել են Սարատովի, Վորոնեժի, Ռոստովի, Լիպեցկի, Կուրսկի եւ Ղրիմ թերակղզու ուղղությամբ։ Սարատովի մարզի նահանգապետը հայտնել է, որ Էնգելսի վրա հարձակման ժամանակ մասնավորապես կոտրվել են քաղաքի կլինիկական հիվանդանոցի ապակիրները, մեկ մարդ տուժել է, երկու մանկապարտեզի եւ մեկ դպրոցի պատուհանները նույնպես կոտրվել են։ Հարձակման ժամանակ հաստատություններում երեխաներ չեն եղել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայտարարությունները Իրանի միջուկային ծրագրի վերացման վերաբերյալ ապակառուցողական են եւ խոչընդոտում են գործարքի կնքման։ Այս մասին հայտնել են Իրանի արտաքին գործերի նախարարությունից։ Իրանը միշտ եղել է դիվանագիտական մոտեցման կողմնակից եւ պնդում է, որ գործարքի շուրջ բանակցությունները պիտի շարունակվեն։ Ճեպազրույցի ժամանակ ասել է Իսմայիլ Բաղային։ Թերանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների 4-րդ փուլը ամենայն հավանականությամբ տեղի կունենա մայիսի 10-ից 11-ը։ Այս մասին լրատվամիջոցների փոխանցմամբ հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա նշել է, որ կողմերը որոշակի առաջընթաց են գրանցում եւ հույս հայտնել, որ գործընթացը ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Ուիթքոֆի խոսքով Թրամփը մտադիր է այդ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, եթե դա հնարավոր է, ուստի Վաշինգտոնը շարունակում է գործադրել անհրաժեշտ ջանքերը բանակցությունները շարունակելու համար։ Թրամփը հանձնարարել է առևտրի նախարարությանը եւ ԱՄՆ առևտրային ներկայացուցչին անհապաղ սկսել այն գործընթացը, որով կսահմանվեն սահմանափակումներ արտասահմանում արտադրված ֆիլմերի վրա։ Թրամփի խոսքով ամերիկյան կինոարտադրությունը շատ արագ է ապրում, քանի որ այլ երկրներ առաջարկում են շահավետ պայմաններ խթանելով ֆիլմ արտադրության արտահոսքը։ Հետևաբար ես լիազորում եմ առևտրի նախարարությանը եւ Ամերիկայի առևտրային ներկայացուցչին անհապաղ սկսել գործարքը, որով կսահմանվի 100% մաքսատուրք մեր
ուշադիր ներմուծվող բոլոր ֆիլմերի նկատմամբ, եթե դրանք արտադրված են արտասահմանում, գրել է Թրամփը։ Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում։ Այս մասին ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Գործը պատշաճ դատախազական հսկողության ներքո է, նշել է նա։ Վարդապետյանն ասել է, որ դիտավորյալ չի պատասխանի ոչ մի բովանդակային հարցի, որպեսզի չվնասի քննությանը։ Մենք ելնելով նախաքննության շահից կիսատ տեղեկություն չենք հրապարակի, որովհետև հրապարակված կիսատ տեղեկությունը թույլ է տալիս հասկանալ, թե հնարավոր ինչ զարգացում կարող է ունենալ ու անձինք ուղղակի անհետանում են Հայաստանից։ Մենք չենք կարողանում այդ անձանց նկատմամբ հետապնդում իրականացնել։ Դրա համար նմանատիպ քննարկումները վնասում են, ընդգծել է գլխավոր դատախազը, նշելով, որ նույնն էլ վերաբերում է մարտի 1-ի գործին։ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքին անդրադարձավ քաղաքապետը գործակարգավարական նիստում։ Բռունցքներով ֆիզիկական բռնություն գործադրելով հարցերը չպետք է լուծել, ասաց Ավինյանը։ Ամեն օր ինչ որ մեկը ինձ վիրավորում է։ Ինձ, բոլորիս, ամեն մեկիս անհատապես ինչ որ մեկը վիրավորում է։ Թևերներս չեն քշտում գնում իրանց ծեծելու։ Դա մեր վարքականոնը չի, դա չի կարող լինել մեր վարքականon։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն այստեղ չլռեց, արձագանքելով քաղաքապետին հայտնեց, թե իրեն սադրել են, բայց ներողամտություն էլ հայցեց։ Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր եւ կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար եւ ձեզանից, պարոն քաղաքապետ, եւ մեր հանրությունից եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն։ Քրեական գործը արդեն իր ընթացքով կգնա եւ դատարանը կորոշի, ով է ճիշտ եւ ով սխալ։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն էր արձագանքել։ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին հայտնելով, թե եթե քաղաքապետը աշխատանքից ազատի Նոր Նորքի թաղապետին, ապա Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները վայր կդնեն իրենց լիազորությունները։ Ավինյանին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի այդ հայտարարությունը դուր չէր եկել։ Ձեր հայտարարությունը սխալ հայտարարություն էր, որովհետեւ Երևանի քաղաքապետը ամենայն հարգանքով հարգելիներս չի կարող զուտ միայն կուսակցական տրամաբանությունից ելնի կամ գործընկերային կամ մեկին սիրում է կամ մեկին չի սիրում։ Նոր Նորքի թաղապետն ի դեպ այդ միջադեպից հետո լրագրողների հետ զրույցում չէր էլ զղջացել արարքի համար, ավելին հայտնել էր, թե ինչ արել է, լավ է արել։ Ես ինձ պահել եմ մնես, ոնց որ կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ։ Այդ միջադեպից հետո իրավաբանական եւ փաստաբանական համայնքները կոշտ արձագանքեցին թաղապետի արարքին, քննադատելով պետական իրավապահ մարմիններին, ակնկալում էին, որ թաղապետը պետք է պատշաճ պատասխանատվություն կրի, ընդհուպ պաշտոնից ազատում իր արարքի համար։ Քննչական կոմիտեում երկու քրեական գործ է հարուցվել, մեկը խուլիգանության հոդվածով Չախոյանի եւ Մանուկյանի նկատմամբ, մյուսը ֆիզիկական ներգործության հոդվածով։ Տեղի ունեցած ծեծի հետ կապված մեղադրանք է առաջադրվել նաև թաղապետին։ Ձերբակալվել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ ՍԱԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորությունները օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Հիշեցնենք, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը օրեր առաջ ներկայացրել էր պաշտոնից ազատման դիմում։ Արմեն Դանիելյանը ՍԱԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։ Հայ-վրացական սահմանի Գոգավան Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը եւ ելքը։ Պեկից տեղեկացրել են, որ վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապը, ինչի պատճառով որոշ ժամանակով չի գործի անցակետը։ Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ Գոգավան Գուգութի անցակետով երթևեկելուց մինչև ինտերնետային կապի վերականգնումը։ Որքան վտանգավոր է խորհրդավոր տենդը, որը Երևանյան կոչեցին, ինքնազգացողությունը կտրուկ վատթարանում է, ջերմաստիճանը հաճախ բարձրանում է մինչև 38-ից 40 աստիճան եւ ուղեկցվում որովայնի, կրծքավանդակի կամ հոդերի ցավերով։ Գանգատները տևում են 3-ից 4 օր ու ինքնուրույն հեռանում։ Տենդը 20-ից ավելի անուններ ունի, մասնագետի խոսքով ամենաչստացվածը երևանյան հիվանդություն տերմինն է, այն որևէ կապ չունի Երևանի հետ, կոչվում է պարբերական հիվանդություն։
Հիվանդությունը բնորոշ է Միջերկրածովյան ավազանին ապրող բնակիչներին, այսինքն թուրքերին, հրեաներին, պաղեստինցիներին, նաև Հյուսիսային Աֆրիկայի ժողովրդին, բայց ստատիստիկական տվյալները խոսում են նրանով, որ հայերի մոտ ավելի ծանր է ընթանում, Հայաստանում ապրող հայերի մոտ առավել ևս։ Թեպետ հիվանդությունն առավել բարդ է հայաստանաբնակների համար, բայց Հայաստանից դուրս գալու դեպքում համարել, որ կմոռանան հիվանդության մասին, առասպել է, ասում է մասնագետը։ Բժիշկ Մուկուչյանի խոսքով յուրաքանչյուր 3-րդ կամ 4-րդ հայը մեկ մուտացված գենի կրող է։ Ախտանշաններն ի հայտ են գալիս երկկողմանի մուտացիայի դեպքում։ Բնականաբար հիվանդությունը չի վերանա, գենետիկորեն դա մենք կրում ենք, կան տվյալներ, որ Հայաստանից դուրս կարող է ավելի թեթև ընթանալ, կամ Հայաստանից դուրս մեր հայրենակիցները ավելի կարգապահ են դառնում եւ ավելի պարտաճանաչել սկսում դեղորայք կիրառել։ Հիվանդությունը երիկամների ամիլոդիոզի կարող է հանգեցնել։ Եվս մեկ լուրջ հետևանքի անպտղությունը, ընդ որում թե կանանց, թե տղամարդկանց մոտ։ Վերջին տարիներին այն գրեթե լիովին վերահսկելի է դեղամիջոցների օգնությամբ։ Սակայն մասնագետն ասում է, մարդիկ հակված են մտածել, որ դեղորայքից է անպտղություն առաջանալու։ Էլինան արդեն բարդացված փուլում է իմացել հիվանդության մասին, բայց սեփական փորձից ելնելով է փաստում, որ ժամանակին բուժում ստանալն օգնում է խուսափել հետագա բարդություններից։ Արդեն երիկամների հետ կապված, քանի որ խնդիր ունեի, համ դա էինք բուժում, համ էլ կոլխիցինով արդեն սկսեցի։ Նույնիսկ առաջի օր խմել եմ կոլխիցին, հասկացել եմ, որ այդ ցավերս մեղմանում են, արդեն 3-րդ տարին է, այս ամեն օր խմում եմ ու շատ լավ եմ, անալիզներս ամեն ինչ շատ լավ է եկել ու ոչ մի տեսակի այլ խնդիր չունեմ։ Իսկ ես մանկություն ունեցել եմ, համ հոդերի հետ կապված խնդիր, համ որովայնի ցավ, այլ չասեմ, քանի անգամ վիրահատություններ եմ տարել։ Ծնողներն ավելի վաղ են իմացել հիվանդության մասին, հավատալով միֆերին, խուճապ չառաջացնելու համար չեն բարձրաձայնել։ Մինչդեռ Էլինան բավականին բարդ փուլում հիվանդությանն առերեսվելով է սկսել բուժումն ու գոհ է արդյունքից։ Ասում է, պետք է ի սկզբանե ընդունել իրավիճակն ու վերահսկել։ Մայիսի 4-ին 34-ամյա Ռազմիկը ի վեկո բեռնատարով Երևան-Մեղրի ճանապարհին Արենի բնակավայրի վարչական տարածքում վրայերթի է ենթարկել հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է Վայոց ձոր բժշկական կենտրոն։ Շտապօգնության բժիշկների հերթապախումբը վիրավորին ծայրահեղ ծանր տեղափոխել է բժշկական կենտրոն, սակայն նա գիտակցության չգալով մահացել է։ Մահացածը Մալայզիայի քաղաքացի է։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները, փրկարարծառայության Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Վրայերթի ենթարկվածը դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում են, եղել է իր ընկերների հետ, ովքեր նույնպես օտար երկրացիներ են, բարեբախտաբար նրանք վրայերթի չեն ենթարկվել, թե ինչ հանգամանքներում է ի վեկոն վրայերթի ենթարկել քաղաքացուն, դրա համար քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ կատարվում է արդեն նախաքննություն։ Մայիսի 2-ին Աղթալա բնակավայրի վարչական տարածքում բեմվեն դուրս է եկել երթևեկելի գոտուց հայտնվել դեբետ գետում։ 49-ամյա Էդգարը կարողացել է դուրս գալ մեքենայից, իսկ 74-ամյա Ռուբենը ըստ հավաքվածների կամ մնացել է մեքենայում կամ դուրս է ընկել ու հայտնվել դեբետ գետում։ Նրան որոնել են Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները Լոռու մարզի փրկարարական վարչության պետի գլխավորությամբ։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։ Այսա բենվենա Մայիսի 4-ին Սայաթնովա պողոտայում էլ բախվել են Տոյոտան եւ Օփելը, հետո վերջինը բախվել է թույլատրելի հատվածում կայանված Շևրոլեին, որն էլ Ֆորդին։ Օփելը հայտնվել է գազոնում բախվելով ծառին։ 3 հոգի տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Տոյոտայի վարորդը եղել է ոչ սթափ։ Վիրավորներին առաջին օգնության են ասել քաղաքացիները եւ ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների օպերատիվ են գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նույն օրը Երևան Արմավիր ճանապարհի Երևանյան փողոցում էլ բախվել են 2 BMW։ 3 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է 2 Աստղիկ, 1-ը Էրեբունի բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած փրկարարծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Հավաքվածների խոսքով մինչև փրկարարների ժամանումը վիրավորներին մեծ օգնություն է ցուցաբերել վթարի վայրով անցնող մի տղամարդ, ով ռազմական բժիշկ է։ Նա ոտքը կոտրած վիրավորին հանել է մեքենայից, առաջին բուժօգնություն ցուցաբերել։
Իսկ Աբովյան Առինջը սպասարկող թիվ 48 երթուղու մարդատար գազելը Առինջ գյուղում բախվել է Երկաթեսյանն ու գազատարին։ 6 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Օպերատիվ են գործել փրկարարության Աբովյանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա, Տրանսգազ եւ Կոտայքի Աբովյանի գազի վերականգնողականի աշխատակիցներ։ Մայիսի 3-ին Volkswagen ID4-ը տեխնիկական անսարքության պատճառով Պարուշ Սևակի փողոցում բախվել է թույլատրելի հատվածում կայանված BMW-ին, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված մեքենայի, հետո անցել բազալտե եզրաքարի վրայով, բախվել բետոնե պարսպին, կոտրել այն։ Վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները, Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը եւ օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ժամանել են փրկարարության Երևանի շրջփրկարարական ջոկատի հրշեջները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Մեքենան վերամբարձ կրունկի օգնությամբ փրկարարները դուրս են բերել անվտանգ վայր։ Իմ տեղեկություններով վարորդին առաջինը օգնության է հասել Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Հովակիմյանը, ով անցնելիս է եղել նշված վայրով եւ հենց ինքն էլ շտապօգնություն է ահազանգել եւ միջբժիշկների ժամանումը Խաղապետարանի աշխատակիցների եւ քաղաքացիների հետ օգնություն են ցուցաբերել վարորդին։ Մայիսի 3-ին թույլատրելի քաշով բարձված կամազ բեռնատարը Սևքարեցի Սաքոյի փողոցում ընկել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ։ Կամազը մասամբ կողաշրջվել է, վնասված հատվածով ըստ քաղաքացիների անցնում է խմելու ջրի խողովակաշար, ինչի հետևանքով էլ այն վնասվել է ու խմելու ջուրն անխնա հոսում էր։ Իսկ Վեոլիա ջուրընկերության ներկայացուցիչները ժամանելուց հետո հայտնել են, որ ջրախողովակն իրենց հսկողության տակ չի գտնվում։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Ասֆալտն է, տեսնում եք, ամբողջությամբ վնասված ճաքած։ Մայիսի 3-ին Թբիլիսյան 7 կոտորակ 8 շենքի մոտ 40-ամյա Կարեն Գրիգորյանը Ford Mustang-ով բախվել է թույլատրելի հատվածում կայանված Nissan-ին, Lada-ին, Mercedes-ին եւ Lexus-ին։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Ford Mustang-ի վարորդը եղել է սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Եվ մայիսի 4-ին արտարոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 2 տարեկան տղան Մարմարի գետի ափին կորել է։ 911 ահազանգած ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ հնարավոր է երեխան անզգուշաբար գետնը ընկել։ Գետի երկայնքով քաղաքացիները Փրկարարության Հրազդանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները, ինչպես նաև բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի բարեկները, նաև ջրասուզակը, որը նողական աշխատանքներ են իրականացնում։ Կոտայքի մարզի Մարմարի գյուղում շարունակում է երեխայի որոնողական աշխատանքները, որի ներգրաված է կարելի ասել ողջ գյուղը, անգամ հարակից գյուղերի բնակիչներ, մեծ թվով փրկարարներ, բարեկներ, այս պահին Սևանից ժամանած ջրասուզակը շարունակում է գետի մեջ որոնողական աշխատանքներ իրականացնել։